Բարոս ելիքորել եղբայրներ ջան, եկեք շարունակենք Հռոմեացիս 9-րդ գլխի վերլուծությունը։ Այսօր կխոսենք 25-ից 29 համարերի մեջ արկած ճշմարտությունների մասին։ Երբ Պողոս առաքյալը խոսում է Աստծո ծրագրի կամ Աստծո մտահղացման մասին, ուղղակի այն հարցի պատասխանն է, որը հնչում է Հռոմեացիս 9:6-ում, եւ մենք, այսինքն այս Հռոմեացիս 9:6-ից առաքյալը սկսում է զարգացնել այս մտքերը։ Եվ ես որոշակի առումով վստահ եմ, որ մենք ավելի հասանելի կլինի, որտեղ պոտենցիալ ունենք մենք արդեն այն մտքերը նպաստող, որոնք առաքյալը զարգացնում է, որպեսզի մեզ հասանելի անի գլխավոր միտքը, մենք այդ մտքերի մասին մանրամասն խոսել ենք։ Հիմա տեսեք, 6-րդ համարում առաքյալը կարծես հարցադրման նման եւ ինքը պատասխանում, ասում է, բայց ոչ իբր թե Աստծո խոսքը գետին է ընկել, որտեղ ոչ թե ամենքը, որ իսրայելացին, նրանք են Իսրայելը։ Այսինքն հարց էր առաջանում, եթե առաքյալը փրկության, որտեղ ընդհանուր Հռոմեացիս թղթի գլխավոր միտքը ճշմարիտ ավետարանն է, եւ առաքյալը այն խեղաթյուրումները, որոնք կպել են կամ որոնք միացել են որպես բացասական տար ճշմարիտ ավետարանի կամ փրկության ճշմարիտ լուրին, որը նախասահմանված միջոցն է ամեն մեկին փրկելու, առաքյալը պոկում է այդ մտքերը։ Օրինակ, այդտեղ ինքը պոկում է, որ փրկության միջոց չի կարող հանդիսանա օրենքի գործեր կատարել, այլ հավատքն է ուղղված Հիսուս Քրիստոսի կատարած զոհաբերության։ Այսինքն ամեն դեպքում եւ ցույցատալի շնորհքը եւ ցույցատալի այն խնդիրները, որոնք շնորհքը սարքում էին որպես գործ մարդու ձեռքբերում։ Այսինքն այդ ամեն հեղաթյուրումներից ինքը ազատում է այդ լուրը, ամեն դեպքում լուրը ավելի պարզ ներկայացնելու համար։ Սրա համար ինքը նաև անդրադարձավ փրկության հիմքում ընկած սուվերեն ընտրության, այսինքն Աստծո անկախ ընտրություն, անկախ մարդու հատկություններից։ Եվ այս առումով հարցեր էր առաջանում, արդյոք Աստծո մոտ անիրավություն կամ անարդարություն կա։ Եվ առաքյալը այս հարցերը շարունակաբար բարձրացնում է եւ այդ հարցերին պատասխանելով էլ փորձում է, այսինքն այն օղակների մեջ, այդ հարցի պատասխանելու օղակների մեջ ձևակերպում է ավետարանի կարևորագույն լուրի կարևոր բաղադրիչները։ Օրինակ, անցյալ ձայնագրության մեջ մենք հասկացանք, որ այն մտահղացումը, որ Աստված ստեղծագործեց, այսինքն ստեղծեց մարդուն, այս երկինքը, գլխավոր նպատակում ընկած է նրա փառքը, այսինքն եթե Աստված չուզենար, չցանկանար իր փառքը ցույց տալ, այս որևէ մի տարը ստեղծագործության մեջ չէր լինի։ Եվ սա մենք հասկանում ենք, այսինքն դրա համար իր գերիշխանությունից բխած, իր նպատակից բխած, իր փառքը ցույց տալու նպատակից բխած, Աստված օգտագործում է ամեն մեկ գործոնը ըստ իր մտահղացման նախախնամության, այսինքն ներմուծում է իր կամքը իր փառքը ցույց տալու համար ամեն մի գործոնի մեջ։ Օրինակ, տեսեք, որ մենք կարդում ենք, բայց ոչ իբր թե Աստծո խոսքը գետին է ընկել, հարց էր առաջանում, եթե խոսքը գնում է ընտրության մասին, չէ՞ որ 8-րդ գլխի արդեն 28 համարից առաքյալը զարգացեց, որ նրանց, որ առաջուց ճանաչեց կամ ընտրեց, եբրայերեն յադա հասկացողությունն է, որը առաքյալը հունարեն օգտագործում է պրոգինոսիս, նրանց, որ առաջուց ճանաչեց, այդ առաջուց ճանաչողներին սահմանեց իր որդու պատկերին նմանակից լինելու։ Եվ ինքը այդ մենք անցյալ ձայնագրության մեջ շեշտեցինք, որ սա հանդիսանում է փրկության ոսկյա անխախտելի շղթան, այսինքն նրանց, որ ընտրեց, նրանց էր նախասահմանեց իր որդու պատկերին նմանակից լինելու, եւ նրանց, որ ընտրեց, նրանց էլ կանչեց, եւ ում որ կանչեց, նրանց արդարացրեց, եւ ում որ արդարացրեց, նրանց փառավորել արավ։ Այսինքն մենք տեսնում ենք հերթականությունը՝ ընտրություն եւ փառք։ Այսինքն, եւ այստեղից հարց էր առաջանում, այդ դեպքում, եթե ընտրությունը ընկած է փրկության հիմքում, այդ դեպքում ինչի Աստված մերժեց Իսրայելը։ Չէ՞ որ Իսրայելը մերժեց Քրիստոսին, այսինքն եթե Իսրայելը ընտրված էր փրկության համար, որպես Աստծո սեփական ժողովուրդ ուխտի շրջանակում, ուխտ այն նշանակում է Աստծո հետ ունեցող յուրահատուկ հարաբերություն կամ պայմաններ, այդ դեպքում եթե Իսրայելը մերժեց Քրիստոսին, արդյոք սա չի նշանակում, որ Աստծո խոսքը կամ խոստումները ուղված Իսրայելին գետին ընկան կամ չեզոքացան կամ չեղյալ համարվեցին։ Այս հարցն է տալի 6 համարում նայեք, բայց ոչ իբր թե Աստծո խոսքը գետին է ընկել։ Այդպիսի հարց էր առաջանում, եթե հիմքում ընկած է ընտրությունը, այդ դեպքում Աստված ընտրեց Իսրայելին, բայց Իսրայելը չմտավ փրկություն։ Ինչ է սա նշանակում, որ խոսքը գետին է ընկել, եւ առաքյալը քավլիցի ոչ իբր թե Աստծո խոսքը գետին է ընկել։ Եվ մյուս հարցը, որ տալիս էին, այսինքն եթե Իսրայելը, որը այդ նախասահմանված այլ ընտրված ժողովուրդն է, մերժեց Քրիստոսին կամ փրկության միակ միջոցը, արդյոք սա չի նշանակում, որ այդ խոստումները չեզոքացան կամ էլ Քրիստոսը չի հանդիսանում օծյալ փրկիչը։ Այս երկու հարցի օղակներում
Առաքյալը ամբողջացնում է կարևորագույն այս հատվածները, այսինքն 8-րդ գլխից մինչև 11-րդ գլուխ, որտեղ ինքը խոսում է իր ծրագրի, իր մտահղացման մեջ Իսրայելի ֆունկցիոնալ դերին, ինչի համար առաքյալը առաջ քաշում Իսրայելի մասին ճշմարտությունները, որպեսզի ցույց տա, որ այն ուխտը, որ կատարել է Իսրայելի հետ, այդ ուխտի օղակներում կա ֆունկցիոնալ տարբեր դերեր։ Այսինքն, եւ դրա համար ինքն ասում է անմիջապես ոչ թե ամենքը, որ իսրայելացի են, նրանք են Իսրայել։ Այսինքն, սա չի նշանակում, որ եթե Աստված ասում է Իսրայելը իմ սեփական ժողովուրդն է, սա չի նշանակում այդ սեփական ժողովուրդը բոլորը փրկության են արժանանում։ Սրա մասին է խոսքը։ Դե առաքյալը հետագա բոլոր հատվածներում սկսում է մեկնաբանել եւ բացատրել, մեջ բերելով 5 կտակարանի մարգարեների խոսքը։ Եվ հենց մեր հատվածում 25-ից 29 համարներում ինքը մեջ բերում է մարգարեների խոսքը եւ ցույց է տալի, որ այն ինչը որ հիմա ես ձեզ ասում եմ, այսինքն կոնկրետ խոսում եմ, որ Իսրայելը ունի ֆունկցիոնալ դեր եւ ոչ բոլոր Իսրայելն է, որ պիտի փրկվի, այլ այդ բոլոր Իսրայելի մեջ կա շնորհքի ընտրության պես մի մնացորդ, որը որ պիտի փրկվի եւ ինքը մեջ բերելով 5 կտակարանի մարգարեների խոսքը ցույց է տալի, որ սա ոչ թե նոր կտակարանային հայտնություն է, այլ 5 կտակարանից Աստված այս մասին խոսել է, որ ոչ բոլոր Իսրայելն է, որ պիտի փրկվի։ Այսինքն Իսրայելը ընդհանուր այդ ժողովուրդը, որը Աստծո սեփական ժողովուրդ համարում ուխտի շրջանակում, ունի Աստծո հետ հարաբերության մեջ այլ ֆունկցիոնալ դեր։ Այսինքն որտեղ Իսրայելին էր տրված առավելությունները ի տարբերություն մյուս ազգերի, մարգարեները նրանցից էին, տաճարը, որտեղ բնակվում էր Աստծո շեքիլափառքը, նրանց մեջ էր։ Այսինքն ամեն դեպքում Քրիստոսը, որը օծյալ փրկիչն է, նրանցից եկավ նրանց մեջ, օրենքի տակ մտավ, օրենքի տակ դինողներին ազատելու։ Այսինքն այս ամենը ճշմարտությունն են ասելու համար առաքյալն անդրադառնում է 5 կտակարանին եւ միշտ հիշեք, առաքյալը երբեք մարդակենտրոն պատասխաններ չի տալիս, երբեք առաքյալը որևէ մեկ հարցի, որը ունկնդրի մոտ առաջանում է, չի պատասխանում այդ ունկնդրի լոգիկայից կամ մտածելակերպից ելնելով։ Իր բոլոր հարցերի պատասխանը աստվածահայտնություն են։ Այսինքն այն 5 կտակարանից բռնած մինչև նոր կտակարան Աստծո խոսքը, անսխալական խոսքը, այնինչ Աստված իր սուվերեն կամքով, իր իմաստությունով որոշեց հայտնել մեզ։ Դրա համար մեր աստվածաճանաչության օղակները Աստվածաշունչն են, ուրիշ ոչինչ։ Այսինքն մենք Աստծուց հայտնություններ չունենք առանձին։ Այն հայտնությունները, որ Աստված մեզ տալիս է իր խոսքի օղակների շրջանակում։ Եվ այդ խոսքը բավարար է մեզ ցույց տալու եւ Աստծո ծրագիրը, եւ այդ ծրագրի բոլոր բաղադրիչները, եւ մեզ բերի փրկության։ Համարակի ասում ամբողջ գիրքը Աստվածաշունչ է Տիմոթեոսին, որ կարող է, որ օգտակար է փրկելու, խրատելու, ուղղելու, վարդապետության մեջ, այսինքն մարդուն բերելու Քրիստոսով փրկության։ Դրա համար այն բավարար եւ ամբողջական է։ Ուրեմն այս օղակներում առաքյալն անդրադառնում է նույնպես, երբ որ խոսում է Իսրայելի մասին, անդրադառնում է կարևոր շեշտի 25-ից 29 համարներում ինքը նորից այն միտքը, որ զարգացրեց շնորհքի ընտրության պես, անդրադառնալ է նորից սրան, այսինքն ոչ բոլոր Իսրայելն է փրկվում, որքանով էլ այն ուխտի շրջանակում ժողովուրդը, այլ ֆունկցիոնալ դեր ունի ի տարբերություն մյուս ժողովուրդներից, սակայն այդ ուխտի օղակներում սեփական ժողովրդի մեջ կա մի սեփական նոր ուխտի։ Եվ հիմա այս ընդհանուր հասկացողության մեջ, երբ որ ներկայացնում այդ շնորհքի մնացորդի մասին, 25-ից 29 համարներում, կարևոր շեշտը դրված է սրա վրա, որ ցույց է տալի, որ նույնիսկ 5 կտակարանում կարևոր սկզբունք էր, որ Աստված խոսի Իսրայելի մերժվելու մասին։ Այսինքն մասամբ Իսրայելի մերժողականությունը դա Աստծո ծրագրի մաս է։ Եվ այս հարցը, որ առաջ էր գալի, այդ դեպքում ինչի Իսրայելը չընդունեց փրկչին, կամ փրկիչը փրկիչ չէր, կամ էր Իսրայելի տված խոստումները գետին ընկան, առաքյալը պատասխանում է այս հարցով ցույց է տալի, որ սիրելիներս, ոչ բոլոր Իսրայելն է Իսրայել։ Այսինքն ոչ բոլոր Իսրայելն է համարվում ընտրության փրկության մնացորդ։ Այս միտքը զարգացնելու համար ինքը օգտագործում է մարգարեների խոսքը եւ շատ կարևոր սկզբունք ենք մենք տեսնելու 25-ից 29 համարերում։ Եթե ուշադիր լինենք կոնտեքստին, ես նաեւ ցույց կտամ, թե ինչպես է մեր մակերեսորեն ընկալումը, մակերեսորեն ըմբռնումը ցույց տալի եւ սխալ մեկնաբանության բերում եւ իրականում անդրադառնալով այդ մեջբերումների, որտեղից որ առաքյալը մեջբերում է անում, ուսումնասիրել այդ հատվածը եւ կտեսնեք, որ խոսքը վերաբերում է ոչ թե հեթանոսներին, այլ խոսքը վերաբերում է ընդհանուր Իսրայելի կարգավիճակին եւ շեշտը դրված է, որ այդ Իսրայելի մեջ, այդ ընտրված ժողովրդի, սեփական Աստծո ժողովրդի ընտրվածության մեջ կա շնորհքի ընտրության պես մի մնացորդ եւ փրկությունը կապված է այդ մնացորդի հետ։
Եվ այս բոլոր մեջբերումներով առաքյալը 3 կարևոր սկզբունքներով ամբողջացնելու է։ Մենք 3 կարևոր այդ կետերին կնայենք, որտեղ ամեն մի մեջբերումը յուրահատուկ կողմն է այդ ընտրության ներկայացնելու։ Շատ կարևոր կետեր, կանադառնանք սրան։ Բայց մինչ կանադառնանք մեր հատվածին, ես ուզում եմ ցույց տամ, որ որքան խնդիր կարող առաջանա, երբ որ մենք վերցնում ենք Աստծո խոսքը կամ Աստծո խոսքի մեջ կոնցեպտ, այսինքն մի հասկացողություն, եւ կտրում ենք Աստծո խոսքից եւ այդ խոսքերի տակ դնում ենք մեր բովանդակությունը եւ հետո ինչ խնդիրներ, ինչ հետևանք կարող ունենք։ Հիմա նայեք, այսօր մեր Հայաստանում կատարվում է այս նույն խնդիրը։ Մարդիկ վերցնում են, օրինակ, վերցրել են սկզբից էկլեզիա, եկեղեցի բառը, էկլեզիա, առանց ընկալելու այդ բառի բուն նշանակությունը, այսինքն նրան տալիս են քրիստոնեական նշանակություն, այսինքն էկլեզիա բառը, եկեղեցի բառը համարում են քրիստոնեական տերմին, այդպես չի։ Եթե ուշադիր նայեք, նույնիսկ Ղուկասը գործարքելոցում 4 անգամ օգտագործում է եկեղեցի բառը կապված հեթանոստերի ժողովքի, հեթանոստերի խմբի հետ։ Խումբ, որն ուզում է Պողոսին ծեծի, որ ուզում է Պողոսին սպանի, խումբ, որը ատյանը հրավիրում։ Եվ առաքյալը օգտագործում է գործարքելոց 19 համարում, ես ցույց կտամ այդ հատվածները, որտեղ ասում է եւ ժողովքը ցրեց, որտեղ այդ ժողովքը չգիտեր ինչ էր բղավում, բայց այդ բառը գրված է էկլեզիա։ Նույն էկ կալեո, տեսեք, եկեղեցի բառը 2 կարևոր հիմք ունի՝ կանչված եւ կանչվածների այդ խումբը, ներսից կանչվածներ։ Էկ կալեո, նույնը 5 տակարանում, նույն ժողովքը, սաբրանիե, սաբոր, նշանակում էր կահալ, նույն կահալը նույն հրեաների ժողովն էր, հավաքված Աստծո անունով։ Նոր կտակարանում էկլեզիա, նույն էկկալեո, կանչվածներ նույն սկզբունքով, խումբ այդ կանչվածների, ներսից կանչվածների կոչվում է եկեղեցի։ Բայց այդ բառը բուն իր բովանդակության մեջ քրիստոնեական նշանակություն չի պարունակում։ Դուք կարող ասեք քրիստոնեական ժողով, կարող ասեք սատանաների ժողով, հեթանոստերի ժողով, փիլիսոփաների ժողով, նույն էկլեզիա բառն է օգտագործում առաքյալը։ Եվ խնդիրը ինչու՞մ է կայանում։ Խնդիրը նրանում է, որ երբ որ մենք բառի նշանակությունը խեղաթյուրում ենք, խեղաթյուրվում է նրա բովանդակությունը։ Բառին տալով այլ նշանակություն, բառը վերցնելով եւ քրիստոնեական տերմին սարքելով, բառին տալիս ենք այլ նշանակություն եւ նրա բովանդակությունն է շեղվում։ Այսինքն բովանդակության հետ մեկտեղ նաև շեղվում է նրա նպատակը։ Օրինակ դու շատ հաճախ կլսեք մեր այսօրվա այս վեճի շրջանակում ազգային եկեղեցի։ Ազգային եկեղեցի գոյություն չունի։ Գոյություն ունի ըստ Աստվածաշնչի Քրիստոսի եկեղեցի։ Ուրիշ բան Քրիստոսի եկեղեցին կարա լինի տարբեր ազգերի մեջ, որոշակի առումով կրելով այդ ազգի մշակութային տարրերը, բայց եկեղեցին չի դառնում ազգային։ Եկեղեցին մնում է Քրիստոսի այդ ազգի մեջ։ Այսինքն Քրիստոսի եկեղեցին է հայ ազգի մեջ, ոչ թե հայ ազգի մեջ Քրիստոսի եկեղեցին դառել է հայկական եկեղեցի։ Եկեղեցին հայկական չի լինում։ Եկեղեցին լինում է Քրիստոսի, սակայն Հայաստանում։ Այսինքն այս հասկացողությունը, եթե մենք կտրենք կապ այս հասկացողությունից, ի վերջո կտանք եկեղեցուն այլ նպատակներ, ազգապահպանություն։ Եկեղեցու նպատակը ազգապահպանությունը չի եղել երբեք սերներս։ Եկեղեցու նպատակը Քրիստոսին փառավորելն է, արտահայտել ով է Քրիստոսը, որտեղ եկեղեցին Քրիստոսի մարմինն է եւ այդ մարմնի անդամներն են։ Այդ խումբը նաեւ եկեղեցի բառը երբեք չի կոչվել շենքին, այսինքն եկեղեցի չի նշանակել շինություն։ Եթե շինություն առաքյալը օգտագործի, այն հոգևոր առումով անում է ալեգորիա, այսինքն այլաբանական կերպով, ասում է հոգևոր քարեր, որպես դրվենք եւ Աստծո տաճար չենք, որի մեջ Աստված է բնակվում։ Դա եկեղեցու այդ հավատացյալների խումբի մասին է խոսքը, ոչ թե քարե շինության։ Այսինքն կարա լինի եկեղեցաշենք։ Եկեղեցաշենքը եկեղեցի չի կոչվում։ Նույնիսկ եթե մենք վայրի հետ ենք կապում, այդ եկեղեցաշենքը կապում ենք վայրի հետ, հասկանում ենք, որ այդ եկեղեցաշենքում, այդ վայրում, այդ խումբն է հավաքված, էկլեզիան է հավաքված, այդ ժողովը Քրիստոսի անունով։ Սա կարևոր է մենք հասկանանք, այսինքն տեսեք, մի քանի սխալ նշանակություններ եւ նաեւ բովանդակությունն է ծրվում, ծրվելով նաեւ այդ բառի տերմին տալով նրան քրիստոնեական, ծրվում է բովանդակությունից հետո ծրվում է նրա նպատակը, ազգային եկեղեցի, ուրիշ բան, որ տեսեք, կոնկրետ ազգի մեջ Քրիստոսի եկեղեցին, որոնք կանչվածներ են, որոնց կյանքերը փոխում է Աստված, նրանց տալիս է այլ բարոյական արժեք, որոնք սպասում են Աստծո արքայության, որոնց քաղաքականությունը այս աշխարհի արժեքների մեջ չի, նրանք սպասում են իրական արքայության,
որ կլինի, որ Քրիստոսը կլինի թագավոր, այդ արքայության սպասողների կյանքում կա փոփոխություն բարոյական արժեքների, եւ այդ բարոյական արժեքները կարան նպաստեն ազգի պահպանման։ Այսինքն այն, որ այդ ազգի մեջ Քրիստոսի եկեղեցին ունի այլ արժեքներ բարոյական եւ այդ արժեքները նպաստում են, որ այդ ազգը պահպանվի, այսինքն նրանք հասարակության մեջ վարվում են արդար, նրանք չեն սիրում անարդարությունը, նրանք վարվում են շնորհքով, մեկը մյուսին ներելով, ողորմությունով, ամեն մեկը իր կյանքում գործի է դնում նվիրվածությունը, սա կարող նպաստի ազգի պահպանման։ Սիրում են իրենց ազգը, բայց սա չի նշանակում, որ եկեղեցու բուն նպատակը ազգապահպանությունն է։ Այդ ժամանակ մենք ծռում ենք ավետարանի խոսքը։ Քրիստոսը չասեց, ես կստեղծեմ հայկական եկեղեցին։ Քրիստոսը ասեց, ես կշինեմ իմ եկեղեցին։ Եվ դժոխքի դռները նրան չեն հաղթի։ Ուրիշ բան, որ Քրիստոսի ստեղծած եկեղեցին կալնի հայ ազգի մեջ եւ հայ ազգը օգտվի այդ եկեղեցուց։ Բայց եկեղեցու բուն նպատակը հայ ազգի պահպանությունը չի։ Երբ որ մենք ասում ենք հայ ազգի պահպանությունը եկեղեցու նպատակն է, ծռում ենք եկեղեցի հասկացողության բուն նպատակը, ծռելով նրան, տալով քրիստոնեական տերմին եկեղեցի բառին, տալով նրան այլ բովանդակություն հասկացողության շենքի հետ կապելով եւ նաեւ փոխելով նրա նպատակները։ Տեսեք, հասարակ սկզբունքը, բայց նույնն է կատարվում, երբ որ մենք ավետարանին մոտենում ենք եւ կտրում ենք ավետարանի ճշմարտությունը, օգտագործում ենք ավետարանի խոսքը էյզեգեզ անելով, այդ բառերի տակ դնելով մեր բովանդակությունն ու նպատակը, ծռում ենք ամբողջ ավետարանը, այսինքն ամբողջ փրկության լուրը։ Հիմա, եթե անկեղծանանք եւ ավելի գանք մեր այսինքն առօրյային այսօրվա, ինչ եք տեսնում եք, երկու աշխարհիկ սկզբունք օգտագործում են եկեղեցի բառը ոչ աստվածաշնչյան նշանակությունով, ծռելով նրա բովանդակությունը, ծռելով նրա նպատակները եւ սկսում են պայքարել, այսինքն հիմքում վերցնում են ազգի շահը եւ օգտագործում են եկեղեցի բառը, իմիջիայլոց Քրիստոսի եկեղեցին օգտագործում են այն եկեղեցիի մասին, որ խոսում են աշխարհիկը եւ հոգեվորականը այսօրվա հայ առաքելական եկեղեցի ասելով նրանք Քրիստոսի եկեղեցու հետ որևէ մի կապ չունեն, որևէ մի փոքր միավոր կապ չկա Քրիստոսի եկեղեցու հետ կապված։ Քրիստոսի եկեղեցին փառավորում է Քրիստոսին, Քրիստոսի եկեղեցու բուն նպատակը ավետարանի տարածումն է, փրկության լուրը։ Քրիստոսի եկեղեցին չի փրկում աշխարհը, Քրիստոսի եկեղեցու լուրը տարածած Քրիստոսի մասին փրկում է մարդու հոգին, անձը, հետո հարության ժամանակ Աստված այդ մարդուն կտա փառավորյալ մարմին եւ կմցնի իր արքայություն։ Դե համար առաքյալն ասում է մեր քաղաքականությունը այս երկրից չի, այլ երկնքից, որտեղից սպասում ենք մեր Տիրոջը։ Ուրեմն, ծռելով հասարակ եկեղեցի բառը, տալով նրան քրիստոնեական տերմին նշանակություն։ Եկեղեցի էկլեզիան քրիստոնեական տերմին չի, այն ժողով է նշանակում։ Երկրորդ, ծռելով նրա բովանդակությունը, կապելով նրան շենքի հետ, կապելով չգիտեմ ինչերի հետ եւ ծռում ենք նաեւ նրա բուն նպատակը, բերելով, որ նրա նպատակը մեր ազգապահպանությունն է։ Ոչ, ազգը կարա օգտվի Քրիստոսի եկեղեցու բարոյական արժեքներից, բայց նրա նպատակը ֆունկցիոնալ դեր որպես Քրիստոսին փառավորելն է երկրի վրա տարածելով բարի լուրը, Քրիստոսի մասին լուրը, որով փրկվում անձը։ Ուրեմն ամեն մի քրիստոնյա, ով իրականում վերստին ծնված է, ում Աստծո շնորհքով տրված այդ նոր բնությունը, փոխված կյանքերը, ամեն մեկը գիտի բուն եկեղեցու նպատակը եւ ամեն մեկը վարվում է Աստծո առաջ, այսինքն նրա բարոյական արժեքները, նրա կյանքը ոչ թե մարդկանց է բերում, մարդկանց առաջ է գովասանքը մարդկանցից է ակնկալում, այլ Աստծուց է ակնկալում գովասան։ Եվ որևէ մեկ եկեղեցի ժողովրդականություն չի վայելել, որտեվ ընդհանուր ժողովուրդը մեղավոր բնությունով իր ազատ կամքով միշտ մերժում է բարոյական արժեքները։ Այսինքն մարդիկ եկեղեցին հարմարեցնում են իրենց։ Դրա համար որքան դուք կքարոզեք հարմար եկեղեցի, այնքան ձեր եկեղեցին կմեծանա, այնքան ժողովրդավարություն կվա, բայց եթե դուք քարոզեք Քրիստոսի մաքուր եկեղեցին, քարոզեք այն եկեղեցին, որ ավետարանում է, դուք մերժողականության կգաք միշտ, որտեվ մարդիկ կզարմանան, որտեվ բնական մարդը մարմնավոր մարդը, շնչավոր մարդը Աստծո հոգու բաները չի ընդունում։ Շնչավոր մարդը փնտրում է իր շահը եւ եկեղեցին օգտագործում է իր շահի համար, ինչը մենք հիմա տեսնում ենք։ Բայց իրական եկեղեցին, իրական վերստին ծնված անձը
օգտագործվում է Աստծո շահի համար եւ գիտի, որ եկեղեցին այդ Աստծո շահի համար է, այսինքն եկեղեցին կրում է Աստծո շահը։ Դա համար գովասանքն էլ սպասում է Աստծուց եւ քաղաքականությունն է նրա Աստծուց։ Մենք սպասում ենք Հիսուս Քրիստոսին։ Մեր այս կյանքը երկրի վրա, որը առաքյալը ներկայացնում է որպես շոքի, գոլորշի, մի ժամանակ դուրս եկավ, երբ որ դուք ճաշ եք եփում, մի փոքր ժամանակ ճաշի կափարիչը բացելուց գոլորշին դուրս եկավ եւ չկացավ։ Մեր կյանքը այդ նույն գոլորշու չափաբաժինն ունի։ Շատ կարճ, որքանով այդ կարճ կյանքը կօգտագործվի Աստծո փառքի համար, այնքանով կնպաստի ազգապահպանության, բայց բուն նպատակը Քրիստոսին փառավորելն է։ Սա մեր այսօրվա առօրյայի մասին։ Ինչի ես սա ասեցի, որպեսզի մենք հասկանանք, որ փոքր տարը ծռելուց կարա ընդհանուր մեծ բովանդակություն եւ նպատակները շեղվի։ Ուրեմն մենք այսօր կանգնած ենք հենց այս սկզբունքին, երբ որ երկու աշխարհիկ կազմակերպություն, կարելի ասել երկու աշխարհիկ խումբ բախվում են իրար հետ եւ երկուսն էլ փորձում են օգտագործեն եկեղեցի բառը այլ բովանդակությունով եւ այլ նշանակությունով իրենց հարցերը լուծելու։ Ապա չգիտեմ, մեկի շահը կարելի ազգը, մյուսի շահը կարելի աթոռը, իշխանությունը, բայց ամեն դեպքում օգտագործում է եկեղեցին։ Այսինքն սա իրական Քրիստոսի եկեղեցու հետ կապ չունի։ Տեսեք, գոյություն ունի բախման երկու կատեգորիա։ Բախումների երկու կատեգորիա։ Ըստ աստվածաբանության, եթե նայենք ըստ աստվածաշնչյան հայտնության, կա բախում ճշմարտության եւ կեղծիքի, կա բախում, երբ որ ճշմարտություն եւ կեղծիքն են բախվում իրար, եւ կա բախում երկու կեղծ կարծիքների։ Կա ճշմարտություն եւ այդ ճշմարտության շուրջ առաջացած երկու կեղծ սխալ կարծիքներ եւ կա բախում այդ երկու կեղծ կարծիքների։ Կա բախում առաջի կատեգորիան ճշմարտության եւ կեղծիքի բախում եւ կա այդ ճշմարտության շուրջ երկու կեղծ կարծիքների բախում։ Հիմա այս երկու կեղծ կարծիքների բախումն է, բայց որոնք օգտագործում են ճշմարիտ եկեղեցի հասկացողությունը ոչ ճիշտ ընկալումներով։ Մենք հիմա սրա մեջ ենք, դրա համար իրական քրիստոնյան աղոթում է աշխարհիկ իշխանությունների համար, որովհետեւ աշխարհիկ իշխանությունները արգելք չհանդիսանան Քրիստոսի ավետարանը բարի լուրը տարածելու, սա իրական ֆունկցիոնալ դերն է եկեղեցու, փառավորելով Քրիստոսին, իր կյանքը բարոյական արժեքները դնելով մարդկանց հասարակության առաջ։ Սա իրական եկեղեցին է, ով վախենում է Աստծուց, ով սիրում է Աստծուն, ոչ թե այլ արժեքներ։ Ուրիշ բան, Աստծուն սիրելուց արտադրվում է նաև քո ազգը սիրելու արժեքները։ Սա այլ ընկալում է։ Աստծուն սիրելուց արտադրվում է մարդասիրություն, որտեղ Աստված է ստեղծի այդ մարդկանց իր պատկերով նմանությունով։ Դա համար եթե մեկը սիրում է Աստծուն, նաև սիրում է իր եղբորը։ Չի կարող Աստծուն սիրի, եղբորը ատի։ Ուրեմն այս սկզբունքի մեջ ամբողջանում եկեղեցու ֆունկցիոնալ դերը Քրիստոսին նմանվելու մեջ։ Եթե անձը Քրիստոսին նմանվում է, ուրեմն կսիրի նաև իր ազգը, բայց ասել, որ եկեղեցին դա ազգապահպանությունն է իր բուն նպատակի մեջ, կսխալվեք, դա աստվածաշնչյան կոնցեպտ չի։ Այսօրվա կատարվածը։ Եվ հիմա անդրադառնում եմ, ես մի քիչ ժամանակ չուզեցա առանձին ձեռագրություն սրան նվիրեմ, կանդրադառնանք արդեն մեր հատվածին, բայց արդեն մեր հատվածի մեջ կտեսնենք բուն այդ շնորհքի ընտրության պես մնացորդին, բուն Աստծո որպես սեփական ժողովրդի ուխտի օղակներում եղած ժողովրդի մեջ, այսինքն առաքյալն անդրադառնալու է սրա։ Տեսեք եւ ամբողջացնենք մի փոքրիկ խոսենք այս մասին եւ ամբողջացնենք։ Ինչն է խնդիրը։ Ինչի համար է առաքյալը առաջ քաշում Աստծո մտահղացումը կամ բուն նպատակները, որի հիմքում ընկած է Աստծո փառքը։ Որովհետեւ կա այսպիսի ընկալում, մարդիկ կարդալով Աստվածաշունչը մտածում են, որ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով եւ նմանությունով եւ ճիշտ չեն տեսնում դրա նպատակը, չեն տեսնում Աստծո փառքը։ Եվ ինչ են ասում, Աստված ստեղծեց մարդ, որպիսի փառավոր իրեն, բայց չստացվեց։ Ադամ եւ Եվայի պատճառով, քանի որ եկավ մեղքի անկումը, Աստծո ծրագիրը չստացվեց, բայց Աստված չի հաստատվեց։ Աստված շարունակեց գործել մարդու փրկության համար, մտածեց եւ իր որդին ուղարկեց։ Բայց հիմա իր որդին էլ ուղարկեց, բայց Իսրայելի կյանքում նույնպես ձախողվեց։ Աստված մտածում էր, որ Իսրայելը կընդունի իր որդուն եւ կփրկվի, բայց սա էլ չստացվեց, Իսրայելը մերժեց իր որդուն։ Սա այն ընկալումն է, որ մարդիկ ունեն Աստծո ծրագրի մասին, մարդկորեն, մարդակենտրոնությունն է։ Աստվածաշունչը այդպես չի ներկայացնում։ Աստվածաշունչը ներկայացնում է, որ Աստծո մտահղացման մեջ կա մի կետ, որտեղ Աստված մտածում է, որ թույլ տա մեղքի անկումը իր նպատակներից ելնելով, որպիսի ցույց տա իր ամբողջական փառքը։ Եթե չլիներ մեղքը, չէր լինի նաև Աստծո բարկությունը, չէր երևա Աստծո սրբությունը, արդարությունը եւ չէր երևա գթությունը եւ ողորմությունը։ Ուրեմն մեղքի անկումը Աստծո ծրագրի բաժին է, ոչ թե Աստված ձախողվեց,
որտեղ այսպես են ընկալում եւ նույնն էին ընկալում։ Միտ Աստծո խոստումները ձախողվեցին, գետին ընկան, չստացվեց եւ առաքելն ասում է քավլիցի։ Չի կարող այդպիսի բան լինի, որտեղ ամեն բան նախասահմանված է եւ այդ նախասահմանվածը նախախնամությունով ներմուծված է արդեն կյանք։ Եվ Աստված օգտագործում է տարբեր լծակներ։ Դատապարտության համար օգտագործում է մարդու ազատ կամքը մեղավոր բնության օղակներում, մարդը իր ազատ կամքով գնում է դատապարտության։ Աստված այստեղ անիրավ չի արդար է վարվում։ Եվ նաև իր ողորմության գթության օղակներում իր ազատ կամքով վարվում է գործելով մարդու կամքի վրա, նրան բերելով քաշելով դեպի փրկություն։ Սա արդեն ոչ թե պարտականության օղակներն է օրենքի շրջանում, այլ Աստծո ողորմության եւ գթության, որը առավել է օրենքի շրջանակից։ Մենք այս մասին խոսել ենք։ Հիմա բուն արդեն կանադառնանք մեր ընդհանուր նպատակին, որտեղ կտեսնենք 25-ից 29 համարներ։ Եկեք ընթերցենք եւ այսքանով այս ներածական որպես այս հատվածի թողնենք եւ կանադառնանք արդեն կոնկրետ այդ 3 կարևոր կետերի, որ կտեսնենք 25 համարում տեսեք։ Բայց եթե այ որ չենք տեսնում ներողություն, եւ ես բացել եմ 8-րդ գլուխ, հիմա բացեմ 9-րդ գլուխ, տեսեք։ 9-րդ գլխի 25-ից 30 համարները 25-ից 29 համարները ներողություն։ Ինչպես որ եկեք 24-ից կարդանք, որ տեսնենք ինչի մասն է խոսքը, որտեղ 24-ը նաև ես ուզում եմ խոսեմ նաև այն մասին, որ դուք տեսնեք մակերեսորեն ընկալումը, ճիշտ չընկալել է բառերը, կարա նաև խեղաթուրի համատեքստի ընկալումը։ Քանի որ 24-ում ասում է, որ մեզ էլ կանչեց ոչ թե միայն հրեաներից, այլ հեթանոսներից էլ, ուշադիր նայեք Պողոս Առաքյալի բառերը, ինքը սկզբից ասում է հրեաներից, այլ հեթանոսներից է։ Ինչի է ինքը շեշտում հրեաներից, որտեղ խոսքը գնում է հրեաների մասին, Իսրայելի մասին է խոսում, որտեղ ցույց տալու որ հրեաներին ուղված Աստծո խոսումները գետին չեն ընկի։ Հիմա այս օղակներում նաև անդրադառնում է հեթանոսներից է, ցույց տալով որ նույն այդ փրկության մնացորդը ոչ միայն հրեաների մեջ Աստծո սեփական ժողովրդի ուխտի շրջանակում, այլ նաև հեթանոսներից են, ոչ բոլոր հեթանոսներն են փրկվում, այլ նաև այդ մնացորդ հեթանոսներից շնորհքի ընտրության պես, եւ ոչ բոլոր հրեաներն են փրկվում, այլ միայն մնացորդ այդ շնորհքի ընտրության պես։ Եվ դրա համար ասում է, որ մեզ էլ կանչեց ոչ թե միայն հրեաներից, մեզ էլ կանչեց, մեզ բառը կապված է մնացորդի հետ։ Առաքյալը իրեն ներկայացնում է շնորհքի մնացորդի մեջ որպես անձ։ Այդ մի փոքրիկ մասը փրկության, որ մեզ էլ կանչեց ոչ թե միայն հրեաներից, այլ հեթանոսներից էլ, ինչպես որ Օվսեի գրքում էլ ասում է, ինչպես որը ցույցատալի որ նույն միտքն է զարգացնում, ցույցատալի որ Օվսեի ժամանակ էլ է դա ասել, որ Իսրայելը մերժվել է մասամբ, որպեսզի դուր բացվի ուրիշ մնացորդի փրկության։ Ինչպես որ Օվսեի գրքում էլ ասում է, այն որ իմ ժողովուրդը չէ, ինչ ժողովուրդ կկանչեմ, եւ չսիրածը սիրված։ Շատերը կարդալով 24 համարի հետ, որ հեթանոսներից են, այն կապում են հեթանոսների հետ, բայց ուշադիր եղեք։ Պողոս Առաքյալը այս հատվածում չի խոսում, որ դուռը բացվի հեթանոսներին, այլ խոսում է, որ Իսրայելին տրված խոստումները չեն չեզոքացել։ Խոսքը Իսրայելի մասին է, եւ եթե դուք կանադառնաք Օվսե մարգարեության, որոնք կարդում են Օվսե մարգարեությունը, ոչ թե պարզապես այս մեջբերումը, կտեսնեն, որ խոսքը չէ վերաբերվում հեթանոսին, այլ Իսրայելին է Աստված ասում, որ դուք իմ ժողովուրդը չեք։ Իսրայելին եւ բարկության շրջանակում է ասում։ Երբ որ մարգարեին ուղարկում է, ասում է գնա ամուսնացի, եւ ում հետ ամուսնացի, մի անբարոյական կնոջ հետ, որտեղ մարգարեն ասոցացվում է Աստծո հետ, իսկ անբարոյական կինը Իսրայելի հետ, որտեղ Աստված ասում է ես ձեզ հետ ամուսնական ուխտով եմ կապված։ Եվ ասում է այդ անբարոյական կնոջից երեխա կունենաս եւ երեխայի մեկի անունը կդնես սա, որ նշանակում է իմ ժողովուրդը չի։ Եվ հետո ասում է որտեղ որ ասեցավ իմ ժողովուրդը չի, նա Աստծո ընտանիք կկոչվի։ Մենք կանադառնանք այս ամեն ինչին, բայց հիմա եկեք ընթերցենք եւ ամբողջացնենք։ Տեսեք, ինչպես որ Օվսեի գրքում էլ ասում է, այն որ իմ ժողովուրդը չի, ինչ ժողովուրդ կկանչեմ։ Եվ չսիրածը սիրված։ Եվ կլինի, որ այնտեղ, որ ասվեցավ նրանց թե դուք իմ ժողովուրդը չեք, այնտեղ նրանք կենդանի Աստծո որդիկ կկոչվեն։ Եսային աղաղակում է բնագրի մեջ, նաև Եսային, այսինքն ցույց տալու որ կապված է եւ Օվսեի ասածը, եւ Եսայի ասածը նույնն է։ Եվ Եսային աղաղակում է Իսրայելի համար, թեև Իսրայելի որքանց համարը ծովի ավազի պես շատ լինի, միայն մնացորդ կփրկվի։ Այսինքն սրանք մարգարեների, այս երկու մարգարեների 3 մեջբերումներով ամբողջացնելու է շնորհքի մնացորդի ընտրությունը։ Եվ հետո անդրադառնալու է Իսրայելի ընդհանուր ֆունկցիոնալ դերին, Իսրայելի ինչ գործ անում Աստծո ընդհանուր փրկության մեջ այդ մնացորդի հարցում։ Արդեն 11-րդ գլխում ավելի խորն ենք տեսնելու սա։
Եսային աղակում է Իսրայելի համար, թեև Իսրայելի որքանց համարը ծովի ավազի պես շատ լինի, միայն մնացորդ կփրկվի։ Այսինքն 5 կտակարանում էր Աստված սա ասել, որ միայն մնացորդ է փրկվել, ոչ ամբողջ Իսրայելը։ Որովհետև մի կարճ եւ համառոտ բան կանե Տերը արդարությամբ, շեշտեց նորից արդարությամբ, մի կարճ եւ համառոտ բան կանե Տերը արդարությամբ։ Տերը մի կարճ բան կանե երկրի վրա, իր նախասահմանվածը կիրականացնի երկրի վրա, շատ կարճ, համառոտ, ինչ որ մի շրջան կմերժվի Իսրայելը, որպեսզի մնացորդի հայտ գա։ Հետևից նայեք, որ մեծ նեղության մեջ հետո անդրադառնալու է սա։ Եվ ինչպես որ Եսային առաջուց ասեց, եթե Սաբաոթ Տերը մեզ համար սերունդ չէր թողել, սերունդ, այսինքն մի մնացորդ չթողեր մեզ համար մի սերունդ, Սաբաոթ Տերը, եթե Զորաց Տերը մեզ համար, այսինքն Իսրայելի մեջ մի սերունդ չթողեր, մենք Սոդոմի պես կլինեինք եւ Գոմորի կնմանվեինք, բոլորս։ Եթե Տերը չներգործեր այդ շնորհքի մնացորդի մեջ եւ չպահեր իր համար մի փոքր մնացորդ։ Տեսեք, նորից ընթերցենք 24-ից 25-ից 29 եւ ամբողջացնենք։ Մեր հետագա ձայնագրությունների մեջ անդրադառնալու ենք այս 3 մեջբերումներին եւ ավելի խորը, շատ խորը բաներ եք տեսնելու, ինչա ցույց տալի առաքյալը, ինչպես է ինքը ցույց տալի, որ այդ ամբողջ Իսրայելի մեջ մի փոքր մնացորդ ապրում։ Դա մար 6-րդ համարում 9-րդ գլխի հարցադրման մեջ ինքը սա ասեց. Միթե Աստծո խոսքը գետին անկել եւ անմիջապես ասում է. ոչ, որովհետեւ ոչ բոլոր Իսրայելն է Իսրայել, այսինքն ոչ բոլոր իսրայելացիներն են փրկված, ոչ բոլոր Աբրահամի զավակներն են փրկության զավակներ, որովհետեւ Աբրահամը շատ ուրիշ զավակներ ունեցավ, Իսմայելը, մյուսները Քետուրայից, բայց Իսահակը չի տալի, որ Իսահակից ծնվածները, այլ Իսահակը, որը Խոստումի որդի է, ինքն ասում է Իսահակով Խոստումի որդիներ, Իսահակի նման տրված որդիներ կլինեն, եւ դա մնացորդը, որ հիմա արդեն 25 եւ 29 համարներում առաքյալն ամբողջացնելու է։ Այս միտքը ամենակարևորն է այս համարների մեջ։ Ինչպես որ Ովսեի գրքում էլ ասում է, այն որ իմ ժողովուրդը չի, ինչ ժողովուրդ կկանչեմ։ Եվ չսիրվածը սիրված, խոսքը գնում է Իսրայելի մասին։ Եվ կլինի, որ այնտեղ որ ասվեցավ նրանց, թե դուք իմ ժողովուրդը չեք, այնտեղ նրանք կենդանի Աստծո որդիք կկոչվեն։ Եսային աղաղակում է Իսրայելի համար, թեև Իսրայելի որքանց համարը ծովի ավազի պես շատ լինի, միայն մնացորդ կփրկվի, որովհետև մի կարճ եւ համառոտ բան կանե Տերը արդարությամբ, Տերը մի կարճ բան կանե երկրի վրա։ Եվ ինչպես որ Եսային առաջուց ասեց, եթե Սաբաոթ Տերը մեզ համար սերունդ չէր թողել, մենք Սոդոմի պես կլինեինք եւ Գոմորի կնմանվեինք։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար, թող սա լինի ներածական, հետո մենք արդեն կանադառնանք արդեն կարևոր բաղադրիչների, որտեղ բարդ հատվածը դրա համար փոքրիկ առումով անդրադարձա ներածության, ցույց տվեցի ինչ ենք խոսելու եւ նաեւ անդրադարձա մեր այսօրվա արդիական այս խնդրին, որը օգտագործում է եկեղեցի բառը խեղաթյուրված նշանակությունով եւ օգտագործում են երկու կողմերն էլ իրենց շահի համար։ Մեկը աթոռը պահելու, մյուսը երկիրը պահելու, բայց դրանք Քրիստոսի եկեղեցու հետ բուն կապ չունեն։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։